Իհարկե, այս երգը մի անգամ էլ մեզ հիշեցնում, զգուշացնում, որ Տերը շուտով պիտի գա, այն ժողովուրդը, որ փրկված է եւ սպասում է իրան պետք է պատրաստվի, իսկ դրանք, որ դեռ փրկություն չունեն, դեռ փրկված չեն, Աստված օրհնի, որ այսօրվա այս հնարավորությունը պատ չթողվի, ավետարանը քարոզվում է, եւ մենք եկեղեցում հիմա սերտում ենք Եփեսացիս թուղթը, Եփեսացիս թղթի մեջ, հենց առաջի գլխի մեջ, բոլոր օրհնություններից են եւ մեր ընտրությունը, եւ մեր որդեգրությունը, եւ մեր փրկությունը, եւ մեր ժառանգությունը, այդ բոլորը այն օրհնություններ են, որ Աստված արդեն արել է Գողգոթայի խաչով, եւ դա վերաբերում է եւ ներկային, եւ ապագային։ Ես այսօր այդ օրհնություններից միայն մեկի մասին կուզեի խոսել, փրկության մասին, նրա արյունով մեղքերի թողությունը իր շնորհքի մեծության չափով։ Ուրեմն հայերենում գրածա փրկություն, ռուսերենում գրածա իսկուպլեննի, փրկագնում, ավելի խորը իմաստա, որ Փրկելու համար Պետրոս առաքյալը այդ մասին ասում է, ձեր հայրերեն ավանդած ունայն վարմունքից ոչ թե պատվական արյամբ, ինչպես մի ամբից անարատ քարի։ Փրկությունը մեր համար ծրի է, բայց Աստված դրա համար ինչ արել, մեծ գին է վճարել, մեզ է ծրի ասել, բայց ինքը վճարել է իր որդու արյամբ, այդ փրկագնումը այդ ձև է եղել։ Եվ այս Սուրբ Գրքից երկու դեպք հիշացնեմ ավետարանից, երկու դեպք հիշացնեմ, որ խոսում է դրա մասին, որ փրկությունը եղբայրներ քույրեր, երկրավոր ծագում չունի, փրկությունը երկնքից է, փրկությունը եւ ես երկու դեպքը գվկային այդ մասին, սիրելի եղբայրներ քույրեր, առաջինը Հովաննու ավետարան 5-րդ գլխի առաջի խոսքից մինչև 9 խոսքը կընթերցեմ, Հովաննու ավետարան 5-րդ գլուխ 1-ից 9 խոսքը։ Սրանից հետո տոն էր հրեաների եւ Հիսուսը վեր ելավ Երուսաղեմ, եւ Երուսաղեմում ոչխարած դռան մոտ մի ավազան կա, որ էբրայեցերեն Բեթեզդա է կոչվում, որ 5 սրա ունի։ Նրանցում խիստ շատ հիվանդներ կային, պառկած, կույրեր, կաղեր, չորացածներ, որ ջրի շարժվելուն էին սպասում, որտեղ Տիրոջ հրեշտակը ժամանակ վայր էր գալիս, այն ավազանը եւ շուրը շարժում, եւ ջրի շարժվելուց հետո նրա մեջ առաջ մտնողը բժշկում էր, ինչ հիվանդություն էլ որ ունենար, եւ այնտեղ մի մարդ կար, որը 38 տարի էր հիվանդության մեջ։ Երբ որ Հիսուսը նրան պառկած տեսավ եւ գիտած թե արդեն շատ ժամանակից է, նրան ասեց. «Կամենում ես առողջ լինել»։ Հիվանդը պատասխանեց նրան. «Տեր, մարդ չունեմ, որ երբ որ ջուրը շարժում է ինձ, ավազանի մեջ գցե, եւ մինչեւ որ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է մեջը»։ Հիսուս նրան ասեց. «Վեր կաց, մահիճը տար եւ մանեխ»։ Եվ մարդը իսկույն ողջանցավ, վեր առավ իր մահիճը եւ ման էր գալիս եւ օրը շաբաթ էր։ Սիրելի եղբայրներ քույրեր, ուրեմն Երուսաղեմի պարիսպները ուներ շատ դռներ եւ այդ դռներից մեկն էլ ոչխարած դուռ էր կոչվում։ Ինչի էր ոչխարած դուռ կոչվում, որովհետեւ տաճարի զոհաբերության համար կենթանիներին այդ դռնով էին մտցնում, ոչխարներին, արջառներին եւ այլն։ Դրա համար կոչվում էր ոչխարած դուռ։ Եվ Տեր Հիսուսն էլ որպես Աստծո քարը այդ դռնով մտավ։ Տեր Հիսուսը, որ հետագայում պետք է որպես Աստծո քարը զոհաբերվեր մեր մեղքերի համար, այդ դռնով մտավ։ Եվ այդ դռան մոտ մի ավազան կար, որ եբրայեցերեն կոչվում էր Բեթեզդա, այսինքն նշանակում է ողորմության տուն, որ ցանկացած հիվանդ, ինչ հիվանդություն էլ ուզում էր լիներ, կույր, կաղ, չորացած, ասենք գալիս էր այդ ավազանի մոտ, որ 5 սրահ ուներ, եւ այնտեղ որպես ողորմության տուն Աստծուց ողորմություն էր գտնում, Աստծուց բժշկություն էր գտնում։ Եվ ինչպես էր դա կատարվում։ Ժամանակ առ ժամանակ Տիրոջ հրեշտակը երկնքից իջնում էր եւ այդ ջուրը շարժում էր։ Ով որ իրան առաջինը գցել այդ ջրի մեջ, կապ չունի ինչ հիվանդություններ։ Ինքը պետք է ինչ աներ, բժշկվեր։ Եվ ահա այդ ողորմության տան հեղինակը Տեր Հիսուս Քրիստոսը այնտեղ է, ինքը այնտեղ է անձամբ։ Տերերի Տերը, թագավորների թագավորը, բժիշկների բժիշկը այնտեղ է։ Եվ ահա տեսնում եմ մի անդամալույցի, որ 38 տարուց ի վեր անդամալույց է եւ այնտեղ պարկած է։ Ինքը տեսնում է, որ սա ասենք ոչ մի ասենք օգնական չունի, զգում է որ օգնության կարիք ունի եւ Տեր Հիսուսն է մոտենում իրան, Տեր Հիսուսն է գտնում իրան։ Շատ-շատերը ասում են մենք գտել ենք Հիսուսին, մեղա քեզ Տեր Աստված այդ սխալ արտահայտության համար, ինչի համար, որովհետեւ Աստված կորած չէր, մարդն է կորած, Աստված փնտրում է եւ մարդուն գտնում, ոչ թե մենք ենք գտել Աստծուն, այլ Աստված է մեզ գտել։ Եվ այստեղ շատ բարձ երևում է,
որ ոչ թե այս անձնավորությունը դիմեց Հիսուսին, այլ Տեր Հիսուսը նրան դիմեց։ Հիմա նույնն էլ մեզ։ Մենք մեղավորներից Աստված սկզբից ինքն է մեզ դիմել, Աստված ինքն է մեզ փրկել։ Հիմա նույնն էլ քեզ, ով անմահ հոգի, այսօր Աստված քեզ է դիմում, ինչպես է անդամուլույցին մոտեցավ եւ դիմեց, եւ ինչպես Տեր Հիսուսն ասում է, ոչ թե դուք եք ինձ ընտրել, ես եմ ձեզ ընտրել։ Հիմա ուզում եմ քեզ ընտրի, հիմա ուզում եմ քո սրտի հետ խոսա եւ դիմում է քեզ, ինչպես է անդամուլույցին ասեց։ Տեսա, որ ոչ մի հնարավորություն չունի, որ ինքը առաջինը գցվի ջուրը, որպեսզի բժշկվի, հարցրեց, կամենում ես առողջ լինել։ Իհարկե, անձնավորությունը իր խոսքի մեջ ասեց, Տեր, մարդ չունեմ, որ երբ որ ջուրը շարժում է ինձ առաջինը գցի ջուրը, որ բժշկվեմ, կարելի ասել խոստովանեց, ուզում եմ, ինչի՞ չեմ ուզում, բայց ոչ մեկ չկա, ոչ բարեկամ կա, ոչ խնամի կա, ոչ ծանոթ կա, ոչ մեկ չկա, ոչ հարազատ, որ երբ որ ջուրը շարժում է, ինձ գցի առաջինը ջուրը, որ ես բժշկվեմ։ Եվ Տեր Հիսուսը այդ անձնավորությանն ասեց, մահի չտար, վեր կացավ մանարի, եւ այս անձնավորությունը իսկույն բժշկվեցավ իր հիվանդությունից։ Եղբայրներ քույրեր, այստեղ շատ կարևոր մի հարց առաջանում։ Տեր Հիսուսը ինչի համար հարցրեց, կամենում ես առողջ լինել։ Ով չի ուզում առողջ լինել։ Բոլորն էլ ուզում են առողջ լինել, բայց մինչև որ մարդը կամենա առողջ լինել, պետք է ընդունի, որ ինքը հիվանդ է։ Առողջներին բժիշկ պետք չի, չէ՞, հիվանդներն են, չէ՞ գնում հիվանդանոց։ Հիվանդին է բժիշկ պետք։ Նախ եւ առաջ, որպեսզի մարդն ասի, այո, ես ուզում եմ բժշկվել, ինքը պետք է ընդունի, որ ինքը հիվանդ է։ Եթե հիվանդ չի, ինչի համար է պետք իրան բժշկություն, ինքը առողջ է։ Եվ նույնն էլ սա է, սիրելի եղբայրներ քույրեր, ինչպես հիվանդության համար, նույնն էլ փրկության համար։ Կարելի ասել Տեր Հիսուսը դիմում է այդ մարդին, կամենում ես փրկվել։ Այդ ազնվորությունը, եթե ասի, այո, կամենում եմ, պետք է խոստովանի, որ ինքը կորսված է, ինքը փրկության կարիք ունի։ Եթե ինքը փրկության կարիք չունի, ինքը իրան տեսնում է արդար մեկը, թող են մեղավորները ապաշխարեն եւ այլը, Տեր Հիսուսի խոսքը իր համար արժեք չունի, ինքը չի արձագանքի իր խոսքին։ Այս անձնավորությունը կարելի ասել ընդունեց, որ ինքը փրկության կարիք ունի, բայց խոստովանեց, ասեց մեկը չունեմ, ոչ մեկ չկա, որ ջուրը շարժում է ինձ առաջինը ջուրը գցի։ Այսինքն խոստովանեց, որ երկրավոր ոչ մի միջոցով փրկություն հնարավոր չի։ Սիրելի Աստծո ստեղծած անմահ հոգի, կամենում ես փրկվել։ Միակ միջոցը երկնքից է, Տեր Հիսուսը քեզ պիտի փրկի։ Ոչ մի երկրավոր միջոցով դու չես կարող փրկվել։ Դու քո բարի գործերով չես կարող փրկվել, ուզում ես քո լուրջ ունեցվածքը ծախիր դու աղքատներին, միևնույնն է չես փրկվի, միայն այդ փրկության ցակումը երկնքից է, երկրավոր ցակում չունի։ Ոչ մի քո բարեկամը հարուստ, ոչ մի քո նախարարը, նախագահան, ով ուզում է լինի, անվանի մարդիկ քեզ չեն կարող փրկել։ Փրկությունը միայն տալիս է Աստված, Տեր Հիսուս Քրիստոսը, եղբայրներ քույրեր։ Եվ այս անձնավորությանը, ինչպես ասեց, վերքացև մանարի, այդպես էլ քեզ կարող է ասել, դու գնա ազատես քո մեղքերը թողված են քեզ, որովհետև մեղքերի թողություն տվողը ինքն է, փրկությունը ինքն է տալիս։ Ինչպես ես Էփեսացիս թղթի մեջ կարդացի, որ ունենք փրկությունը նրա արյունով, մեղքերի թողությունը, նա իր արյունը թափել է, որ քո մեղքերը թողվի եւ քեզ փրկի։ Ուրիշ ոչ մեկը քո համար արյուն չի թափել, ուրիշ ոչ մեկը քո համար չի կարող արյուն թափի, եւ նույնիսկ եթե թափի էլ նրա արյունը անարժեք է քեզ փրկելու համար։ Փառք իր Սուրբ անվանը, որ այսօր այդ նույն ավետարանը, որ 2000 տարի է քարոզում, այսօր քեզ է քարոզվում, որ դու էլ լսելով Տեր Հիսուսի խոսքը կամենում ես փրկվել, հավատաս, որ ինքը հենց քո համար է այսօր այս պաշտամունքը պատրաստել, այս ավետարանի քարոզությունը քո համար է պատրաստել, որպեսզի դու կամենալով խոստովանես, որ այո կամենում ես, բայց երկրավոր ոչ մի միջոց չկա, որ դու փրկվես։ Եվ այդ ժամանակ իր փրկարար բազուկը, իր փրկարար ձեռքը գահստի քեզ եւ քեզ կփրկի քո մեղավոր վիճակից եւ դու երջանիկ կլինես այսուհետեւ մինչեւ հավիտյան։ Երկրորդ դեպքը, որ ուզում եի հիշեցնել, այդ մասին գրված է Մարկոս ավետարան 10-րդ գլխի 17-ից 27 համարների մեջ։ Ես մի փոքր կակնարկեմ եւ կընթերցեմ 21 խոսքից։ Ուրեմն սա վերաբերում է մի մեծահարուստ պատանու, որ դիմում է Տեր Հիսուսին, ասում է. «Ինչ գործեմ, ինչ բարի վարդապետ, ինչ գործեմ, որ ավետենական կյանքը ժառանգեմ»։ Տեր Հիսուսն էլ ասում է. «Գիտես պատվիրանները, մի շնացիր, մի գողացիր, սուտ մի խոսիր, մի զրկիր, քո հորն ու մորը պատվիր»։ Այս պատանին ասում է. «Ես մանկությունից ամեն բան արել եմ»։ Բայց Տեր Հիսուսը մատը դնում է իր ամենացավոտ տեղին այդ անձնավորության։
գիտի որ շատ հարստություն ունի եւ իր սիրտը կապված է այդ հարստության հետ, ասում է գնա ունեցվածքդ վաճառիր, տուր աղքատներին եւ ինձ հետևիր։ Եվ համար 21 խոսքից ուզում եմ ընթերցել, Հիսուսը նրան մտիկ տվավ, նրան սիրեց, շատ կարևոր է եղբայրներ քույրեր, Հիսուսի սերը մեղավորի հանդեպ, ճիշտ է մեղքը ատում է, բայց մեղավորին սիրում, ասում է նրան սիրեց եւ ասեց. մեկ բան պակաս է քեզ, գնա ինչ որ ունես ծախիր եւ աղքատներին տուր եւ գանձ կունենաս երկնքում եւ խաչը առած եկի ինձ հետևիր։ Նա էլ այն խոսքի համար դժվարացած գնաց տրտմած, որտեղ շատ ինչ գիտեր էր։ Եվ Հիսուսը շուրջը նայելով ասեց իր աշակերտներին. ինչքան դժվար է, որ հարստություն ունեցողները Աստծո արքայությունը մտնեն։ Եվ աշակերտները զարմանում էին նրա խոսքերի վրա, բայց Հիսուսը դարձյալ պատասխանեց եւ ասեց նրանց. որդյակներ, որքան դժվար է, որ հարստության վրա հուսացողները Աստծո արքայությունը մտնեն։ Ավելի հեշտ է, որ ուխտը ասեղի ծակով անցնի, քան թե հարուստը Աստծո արքայությունը մտնի։ Եվ նրանք առավել եւս զարմանում էին եւ իրար ասելով. ապա ով կարող է փրկվել։ Հիսուսն էլ նրանց մտիկ տվավ եւ ասեց. մարդկանց կողմանը անկարելի է, բայց ոչ թե Աստծո կողմանը, որտեղ ամեն բան կարելի է Աստծո կողմանը։ Փառք Տիրոջը։ Այս շատ բարձ հստակ, ասենք այս դրվագը որ նկարագրված է այստեղ, եղբայրներ քույրեր, բարձ երևում է, որ այդ անձնավորության սիրտը կապված էր հարստության հետ, Տեր Հիսուսը ասեց, որ դա ծախի, դա աղքատներին եւ հետևի իրեն, բայց քանի որ սիրտը կապված էր, դժվարացավ եւ չհետևեց Տեր Հիսուսին։ Ու Տեր Հիսուսը այսպիսի մի հետևություն է անում։ Ուղղակի ես այս համար 24 խոսքի վրա ուզում եմ մի փոքր կանգ առնել, որովհետև շատերը սխալ կարծիք ունեն հարուստների հանդեպ։ Իրանց թվում է թե հարուստները չեն փրկվի, մենակ աղքատները կփրկվեն, բայց այդտեղ չի, այստեղ այդտեղ չի ասում։ Եվ աշակերտները զարմանում էին նրա խոսքերի վրա, բայց Հիսուսը դարձյալ պատասխանեց եւ ասեց նրանց. որդյակներ, որքան դժվար է, որ հարստության վրա հուսացողները Աստծո արքայությունը մտնեն։ Ոչ թե ով որ հարուստ է Աստծո արքայությունը մտնի, այլ ով որ այդ իր հարստության վրա է իր հույսը դրե, որ այդ հարստությունով ինքը պետք է փրկվի եւ մտնի։ Ասում եմ որքան դժվար է ով որ իր հարստության վրա հույս է դրել մտնի երկնքի արքայություն, ավելի հեշտ է ուխտը ասեղի ծակով անցնի, քան թե այդ ծևի մարդիկ, որ իրանց հույսը դրել են հարստության վրա երկնքի արքայություն մտնեն։ Ոչ թե ով որ հարուստ է մտնի, այլ ով որ իր հույսը փրկության դրել է հարստության վրա, այնքան հարուստներ կան, եղբայրներ քույրեր, որ Աստծո արքայության ժառանգներ են եւ ինչպես Զաքեոսը իրական գանձը գտել են, այս երկրավոր գանձը իրանց համար ոչնչի նման է։ Այնքան աղքատ մարդիկ էլ կան, որ զիբիլանոցներից հաց են հավաքում, իրանց ուզում են Աստծո խոսք վկայել, իրանք չեն ընդունում։ Այնպես որ Տերը թող օրհնի, որ ավետարանը ուշադիր ընթերցենք եւ իմանանք Տեր Հիսուսի ասածներն ինչ է։ Եվ իհարկե աշակերտները շատ զարմացան, ասին, բայց ո՞նց կլինի։ Բայց ով կարող է փրկվի։ Հիշում եք միջին դարերում այս ծեվի բան կար, այն ճգնավորության ժամանակ, որ կաթոլիկ եկեղեցին ինդուրգենցիաներ էր վաճառում, այսինքն ինդուրգենցիաները, որ ասենք այնպես վաուչերների նման բաներ, ովքեր սովետի օրոք հիշում են զավոդները, որ փակվեցին, վաուչերները ինչ է տալի, ասենք այնպես թղթեր էր, ով որ կարողանում էր գներ, կարելի ասեր դա ոնց որ պուտյով կար երկինք գնալու, ով որ գներ, հարուստները գնում են այդ ինդուրգենցիաները, իրանց թվում էր թե իրանք փրկված են երկինքի արքայություն կնան։ Եվ աշակերտները զարմանում են, ասում են, բա որ հարուստներն էլ չեն փրկվում, բայց ով պետք է փրկվի։ Ու Տեր Հիսուսն ինչ է ասում. մարդկանց կողմանը անկարելի է, բայց ոչ թե Աստծո կողմանը։ Այսինքն երկրավոր միջոցով, մարդու միջոցով փրկություն ձեռք բերելը անհնար է, բայց ոչ թե Աստծո միջոցով։ Աստծո կողմանը ասում է ամեն բան կարելի է, փառք իր Սուրբ անվանը։ Այնպես որ սիրելի անմահ հոգի, Աստված թող օրհնի քեզ, Աստված այսօր քեզ հրավիրել է այստեղ իր խոսքը լսելու, ավետարանը քարոզվում է քո համար, որպեսզի դու լսես իր կանչը, որպեսզի դու լսես իր խոսքը, այդ խոսքը կպնի քո սրտին, լույս բերի քո սրտի մեջ, կյանք բերի քո սրտի մեջ, որպեսզի քեզ այսօր փրկի քո մեղքի կյանքից, մեղքի եւ սատանայի ճիրաններից, քեզ փրկի խավարի թագավորությունից տեղափոխի իր որդու Հիսուս Քրիստոսի արքայության մեջ։ Աստված թող օրհնի։ Եվ ես մի կարճ, ասենք նենց միտք ասեմ, որ շատ օրհնյալ միտք է, որ սիրելի Աստծո ժողովուրդ, փրկության ավետարանը այն չի, թե մարդը ինչ պիտի անի, որ փրկվի, այլ այն է, թե Աստված ինչ է արել
որ քեզ ու ինձ փրկի, փառք իրան, ինչ արել, Գողգոթայի խաչի վրա տվել է իր ամենաթանկագինը, իր միածին որդին, որ այսօր ես ու դու փրկվենք, ինչպես գրված է Հովաննու 3:16-ում, որտեղ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ, որ ամեն ով որ նրան հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա, այնպես որ դու մի ցկտի մի բան անես, որ փրկվես, դու չես կարող փրկել քեզ, Փրկությունը Աստված է շնորհում քեզ միայն մնում է հավատալ այս ավետարանի խոսքին, այս ավետիքին, որ Աստված քո համար իր ամենացանկների մեջ մնաս, այլ փրկվես եւ Աստծո ժողովրդին միանաս եւ սպասես իր փառավոր երկրորդ գալուստին։ Թող Տերը օրհնի։ Ես լսեցի շատ ուրախացա եւ ես էլ եմ իմ Աստվածաշնչի առաջի էջում գրել եւ ամեն անգամ որ կարդում եմ ուրախանում եմ եւ ոնց որ սիրտս լսում է ուրախությամբ ես կուզեի ցեզ համար էլ ընթերցել։ Ուրեմն այդ միտքը սա է Հոգուս փրկությունը ապահովելու համար ես ոչ մի գործ չեմ անում, որտեղ այդ գործը իմ Տերը արդեն կատարել է։ Միշտեր Աստծո թանկագին որդու սիրո համար ես պետք է գործեմ օր ու գիշեր, թող սա լինի իմ կյանքի նշանաբանը։ Փառք Հիսուսին։ Աստված թող օրհնի, որ մեր հոգու փրկության համար պետք չի մի բան անենք, չենք էլ կարող անել։ Այդ գործը արդեն մեր Տերը արել է 2000 տարի առաջ Գողգոթայի խաչի վրա։ Ես նորից եմ հիշեցնում, Տեր Հիսուսն ասեց ամեն բան կատարված է, մեր փրկության գործը կատարված է, ավարտված փաստ է, շնորհել է մեզ։ Ինքը եղբայրներ քուրեր օրհնել է մեզ ամեն հոգևոր օրհնություններով միայն մնում է մեզ հավատքով այդ ընդունենք եւ երջանիկ լինենք եւ փրկվենք մեր մեղավոր վիճակից եւ սրտով դառնանք իրան եւ հավիտյան իրանը լինենք Աստված թող օրհնի մինչեւ վերջի աղոթքը միասին մի երգ երգենք հիմա հետո վերջում միասին կաղոթենք Հիմա միասին երգենք մի երգ, վերջում միասին կաղոթենք եւ կաղոթենք են բոլոր հոգիների համար, որ մեր մեջ են, մասնակցում են ժողովներին, գալիս են, գնում են, այդ ծևել իրանց կյանքում տեղի շարժ չկա, որովհետեւ Տեր Հիսուսը շուտով պիտի հայտնվի եւ իր եկեղեցին առնի իր մոտ եւ հավիտյան իր հետ լինի, որ այդ հոգիների կյանքը փոխվի, իրենք էլ միանան եկեղեցուն, որ այդ հափշտակությունը, որ շուտով պիտի կայանա հանկարծակի, իրանք դրսում չմնան, իրանք էլ այդ խմբի մեջ լինեն, իրանք էլ այդ երանելի երջանիկ հույս ունենան իրանց սրտի մեջ, որ Տեր Հիսուսը երկրորդ անգամ պետք է գա հենց իր համար Ինչպես հենց սկզբում Սամվել եղբայրն այդ մասին ասեց, ոչ թե երկրորդ անգամ պետք է գա մեղքի հարցը լուծելու, մեղքի հարցը արդեն լուծված է, երկրորդ անգամ պետք է գա իրեն սպասողներին, իր մոտ առնելու, որ հավիտյան իր գրքում անգչենք, Աստված թող օրհնի